չնայած նրան, որ անընդհատ հայտարարում է, որ պաշտոնական բոլոր մակարդակներում, հանդիպումներում դուք բարձրաձայնում եք այդ հարցը, բայց տեսականորեն գործնականում որևէ քայլ, որը արդյունավետ է, մենք չենք տեսնում։ Նաև Ռուբեն Վարդանյանը հացադուլ էր հայտարարել դրա մասին, տեղյակ եք, նրա փաստաբանն էր ձեզ դիմել, որ կետեր կան, որոնք տարրական կետեր կան, որոնք Հայաստանի Հանրապետությունը չի իրականացրել մեր գերիներին վերադարձնելու համար։ Նաև մարդիկ են հայտնվել, այսպես ասած, ովքեր ցուցմունք են տվել, օրինակ Ռուբեն Վարդանյանի դեմ։ Գիտեք, մենք ինչպես ասել եմ, բոլոր հնարավոր տեղերում եւ բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք եւ եթե չի լուծվել հարցը, դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ համաձայնություն չկա։ Դա ոչ թե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացնում հարցը, այլ նշանակում է, որ չկա համաձայնություն, ըմբռնում։ Դա կարող եմ ասել միայն։ Այսօր Ադրբեջանից նշել են, որ խաղաղության պայմանագրի կետերից մեկն էլ պիտի լինի այն, որ Բաքվում տեղի ունեցող դատավարության հարցով Հայաստանը համագործակցի իրենց հետ։ Ինչպես եք դուք պատկերացնում այդ համագործակցությունը, արդյոք Ադրբեջանի պահանջը, որ Հայաստանում գտնվող այն մարդիկ, ովքեր մասնակցել են Արցախյան պատերազմներին, պիտի արտահանձնվեն Ադրբեջան, դուք ինչ-որ կերպ պատկերացնում եք։ Գիտեք, նախ ձեր ձևակերպումը չեմ կարծում, թե ճշգրիտ է, որովհետև այնինչ պետք է լինի խաղաղության համաձայնագրում, արդեն իսկ կա խաղաղության համաձայնագրում եւ ուզում եմ ընդգծել, որ խաղաղության համաձայնագրում միակողմանի ոչ մի դրույթ չկա։ Սա շատ կարևոր ընդգծում է։ Այսինքն խաղաղության համաձայնագրու նախագծում չկա մի դրույթ, որ վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը եւ չի վերաբերվում Ադրբեջանին։ Դա է պայմանագրի էությունը եւ ցանկացած իրադրության առումով կարելի է նման մեկնաբանություններ անել։ Ես հիմա եւ ուզում եմ ասել նաեւ, որ ըստ էության ես այդպիսի մեկնաբանություն չեմ տեսել եւ նաեւ չեմ մեկնաբանի ձեր փոխանցմամբ ամենայն հարգանքով, որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, բայց ելի եմ ասում, խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերվում է կողմերից մեկին։ Բոլոր դրույթները վերաբերվում են արտահանձնման վերաբերյալ որևէ դրույթ խաղաղության համաձայնագրում չկա։ Ես չեմ կարող մեկնաբանել որևէ բան, որ ես ինքս անձամբ չեմ լսել, որովհետև ասում եմ ամենայն հարգանքով պետք է ինքս ծանոթանամ, թե ինչի մասին է խոսքը։ Պարոն Փաշինյան, երկար ժամանակ այդ երկու դրույթների շուրջ բանակցություններ կային եւ Հայաստանն ըստ էության չէր համաձայնում։ Քիչ առաջ հնչեց փոխզիջում բառը, ուզում եմ հարցնել, ո՞րն էր այդ փոխզիջումը, ինչ է ստացել Հայաստանը համաձայնելով այդ երկու կետերին։ Եվ օրինակ ասում եք չկա մի դրույթ, որը միակողմանի է, բայց օրինակ եվրոդիտորդների հետ քաշումը կարծես թե միակողմանի է։ Գիտեք, խաղաղության համաձայնագրի նախագծում եվրոդիտորդների մասին ոչ մի բառ, ոչ մի նախադասություն չկա։ Ներողություն եմ խնդրում, խաղաղության համաձայնագրում կա երրորդ ուժերի երրորդ երկրների ուժերի տեղակայման մասին։ Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը երրորդ երկրների ուժեր չպետք է տեղակայեն սրանից բխող բոլոր հետևանքներով։ Ես չեմ կարծում, որ ձեր տեղեկատվությունը այդ առումով ամբողջական է։ Կարելի է պարոն Փաշինյան։ Պարոն Փաշինյան, դուք բացառում եք, որ որևիցե փուլում մեղրիով ճանապարհ միջանցք որևէ տարածք եք տրամադրելու Ալիևին, Բաքվին եւ թուրքական լրատվամիջոցներն էին այս օրերին Հայաստանում, դուք հարցազրույց եք տվել, հայոց ցեղասպանության հետ կապված կոնկրետ ինչ եք ասել, հա? Օրինակ դա համարել եք պատմական անհերքելի փաստ, թե ասել եք, որ եկեք այլ օրակարգով առաջ գնանք, ինչ եք ասել թուրք լրատվամիջոցներին։ Այսօր հարցազրույցը, եթե չեմ սխալվում, ամբողջությամբ եթեր կհեռարձակվի, եթեր կհեռարձակվի եւ դուք ձեր հարցերի պատասխանները կստանաք։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, որը վերաբերվում էր ես ընդամենը 2 օր առաջ, թե գուցե 3 լավ վերջերս այդ թեմայով հոդված եմ գրել, մանրամասն Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության մոտեցումը
խաղաղության խաչմերուկ նախագիծն է եւ այն ինչ տեղավորվում է խաղաղության խաչմերուկ նախագծի մեջ, մենք իհարկե պատրաստ ենք իրագործել։ Ապա շրջափակում, բայց իրենք միջանցք են ուզում։ Ես էլի եմ ասում, կներեք, ես այ հատուկ ես գրավոր տեքստ եմ գրել, որպեսզի բանավոր տեքստերը չվերաձևակերպվեն, չդառնան այլ վերնագրեր։ Այդ տեքստը հրապարակային է, ցանկացած կտոր կարող եք մեջբերել։ Ոչ, ես մի րոպե։ Լսեք։ Դուք էլ որպես լրագրող ուղիղ պատասխան եք։ Բացառում եք, թե չեք բացառում։ Բացառում։ Որ Ադրբեջանին մեղրիով երբևիցե ճանապարհ, միջանցք, ցանկացած այլ բան։ Ես կներեք, ես ոչ միայն ներողություն, տեսեք ձեր հարցը։ Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները, տրանսպորտային եւ տնտեսական հաղորդումները ապաշրջափակել, այդ թվում Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում եւ դա հստակ ձևակերպել են բազմիցս, այդ թվում նախորդ շաբաթ ներողություն, մի րոպե, կներեք, մի րոպե, սպասեք, դուք տվեցիք ձեր հարցը, որովհետև ձեր հարցի պատասխանը շատ հստակ ես ձևակերպում եմ, շատ հստակ, այ դա ձեր վերնագրերից երևում է, որ դուք չեք հասկանում։ Դուք խոսում եք ճանապարհների ապաշրջափակումից, պարոն Փաշինյան։ Ես հարցնում եմ, ճանապարհ տալու եք, թե չեք տալու։ Տալու ենք, այո։ Եվ ճանապարհ տալու ենք, ինչպես ենք ճանապարհ տալու իմ վերջին հոդվածում մանրամասն գրանցված է ձևակերպված։ Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանը եւ երբ որ մեր առաջարկին Ադրբեջանի պաշտոնական պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանից մենք պատրաստ ենք մեր առաջարկի իրագործման։ Ներողություն եմ խնդրում։ Մենք պայմանավորվեցինք, որ ամեն մեկը մի հարց է տալիս։ Ձեր հարցի պատասխանը այն է, ինչ որ